Ինչպես փրկել ոտքերը թուլացումից, ցավերից և վերականգնել շարժման ազատությունը, ինքնավարությունը և անվտանգությունը։ Այս հարցերին եմ անդրադառնալու այսօր և փորձելու եմ կիսվել ձեզ հետ իմ և մասնագետների խորհրդածությամբ։ Հարգելի հետևորդներ, բոլորս էլ գիտենք, որ մարդու համար ամենավատ բանը ոտքերի կայունությունը կորցնելն է, որովհետև երբ ոտքերը թուլանում են, մնացած ամեն ինչ փլուզվում է, ազատությունը, ինքնավարությունը, անվտանգությունը, քայլելու հաճույքը։ Եվ ամենավատն այն է, որ դա հաճախ սկսում է փոքր նշաններից, որոնք մարդիկ անտեսում են՝ աթոռից վեր կենալու դժվարություն, կանգնած ժամանակ հոգնածություն, հաճախակի սայթաքում, քայլերից ցավ, երբեմն էլ անտանելի քոր։ Բայց ինձ ամենաշատը անհանգստացնում են ոչ թե ախտանիշները, այլ այն փաստը, որ մարդկանց մեծ մասը ամեն օր սխալներ է թույլ տալիս, որոնք աննկատելիորեն թուլացնում են նրանց ոտքերը։ Եվ ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, որովհետև ինքս էլ եմ այդ սխալները թույլ տվել։ Որոշ ժամանակ կարծում էի, որ պարզապես տարիքն է իր հետքը թողնում ոտքերի վրա, բայց երբ սկսեցի խորությամբ ուսումնասիրել, հասկացա տարիների հետ մկանների կենսունակության կորստի պատճառները, հասկացա, որ տարիքը պատմության միայն մի մասն է, մնացածը վատ, լուռ և վտանգավոր սովորույթների արդյունքն է, որոնք սպառում են մկանների ուժը, լինեք դուք երիտասարդ, միջին տարիքի, թե տարեց մարդ։ Բոլորիս մոտ նվազում է արյան շրջանառությունը և արագանում ֆիզիկական անկումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց ավելի քան 60%-ը սկսած 40 տարեկանից զգալիորեն կորցնում են ոտքերի ուժը։ Այսպիսով, եթե քայլելիս հոգնածություն եք զգում, ցավեր, ճոճում, անհավասարակշռություն ունեք, թուլություն ունեք կամ դժվարանում եք աստիճաններով բարձրանալ, ուշադրություն դարձրեք, քանի դեռ ուշ չէ։ Այսօր ես կփորձեմ մատնանշել այն 6 սխալները, որոնք թուլացնում են մարդկանց ոտքերը, և թե ինչպես կանխել ոտքերի վաղահաս թուլացումն ու հիվանդությունները։ Եվ այսպես սխալ թիվ 1. Եթե դուք երկար ժամանակ նստում եք առանց ոտքերը շարժելու, դուք նախ և առաջ կորցնում եք ձեր ոտքերի կայունությունը։ Սա անկասկած ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաավերիչ սխալներից մեկն է։ Եվ ամենավատն այն է, որ դուք գրեթե դա չեք նկատում։ Դուք երկար ժամանակ առանց ընդմիջման աշխատավայրում նստում եք համակարգչի առաջ, ապա մոտակա սրճարանում կամ ճաշարանում ճաշում եք, նստում մեքենա, հասնում տուն, նստում եք հեռուստացույց դիտելու, վերջին լուրերը լսելու, ապա պառկում եք քնելու և չեք նկատում, թե ինչպես է ամբողջ օրը անցնում նստած կամ պառկած և քիչ շարժվելով։ Թվում է, թե դա նորմալ է, բայց այդպես չէ։ Բոլոր տարիքներում երկարատև նստելը իր հետքն է թողնում։ Երբ դուք չեք օգտագործում ձեր ոտքերի մկանները, մարմինը սկսում է դրանք ընկալել որպես անօգուտ և այն ամենը, ինչ այն ընկալում է որպես ավելորդ ատրոֆիա, սա կոչվում է սարկոպենիա, մկանային զանգվածի աստիճանական և աննկատելի կորուստ։ Ավելին, երկարատև նստելը խաթարում է արյան շրջանառությունը։ Արյունը լճանում է ոտքերում, երակները լայնանում են և թթվածինը ավելի դանդաղ է հասնում մկաներին։ Արդյունքը ծանր ոտքերն են, կոշտության զգացում և երկարատև նստելուց հետո վեր կենալու դժվարություն։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրական 6 ժամից ավել են նստած անցկացնում, ավելի բարձր ռիսկ ունեն ոտքերի ֆունկցիոնալ կորստի, նույնիսկ եթե նրանք ֆիզիկական ակտիվությամբ են զբաղվում օրվա այլ ժամերին, հաճախում են մարզասրահներ, լողի և այլ մարզական միջոցառումների։ Ես որոշեցի ելք փնտրել և դիմեցի համակարգչի օգնությանը, մասնագետների խորհուրդներին
և տեղեկատվության և գտա, թե ինչու են ոտքերս ցավում, դողում, քոր գալիս և որոշեցի չհանձնվել, վեր կենալ յուրաքանչյուր 40 կամ 50 րոպեն մեկ, նույնիսկ եթե դա պարզապես տանը զբոսնելու կամ մի քանի րոպե կանգնելու համար է։ Ես նաև սկսեցի օրվա ընթացքում թեթև շարժումներ անել, ոտքերը թափահարելով ու ճոճելով, մի քանի անգամ աթոռին նստել և վեր կենալ առանց ձեռքերով հենվելու աթոռին կամ դիմացի սեղանին, կամ ճաշից հետո 5-ից 10 րոպե թեկուզ տան մեջ քայլելով։ Այստեղ խոսքը ինտենսիվ վարժությունների մասին չէ, խոսքը մարմնի անշարժությունից ազատելու մասին է։ Երկրորդ սխալը մկանային ուժը պահպանելու համար բավարար սպիտակուց չօգտագործելն է։ Այս սխալը շատ ավելի տարածված է, քան կարող եք պատկերացնել։ Ես ինքս էլ դա թույլ էի տալիս տարիներ շարունակ։ Երկար ժամանակ կարծում էի, որ լավ եմ սնվում, բայց սկսեցի նկատել, որ ոտքերիս ուժը նվազում է, չնայած ակնհայտ հիվանդության բացակայությանը։ Այդ ժամանակ հասկացա, թե ինչ է կատարվում։ Իմ մկանները սկսում են թեր սնվել։ Ես միշտ շարժունակ եմ եղել։ Առավոտյան միշտ առանց ֆիզիկական վարժությունների տնից դուրս չեմ եկել, աշխատանքս էլ միշտ շարժունակության հետ կապված է եղել, սակայն տարիքս առնելիս հասկացա, որ մարմնին ավելի շատ սպիտակուց է պետք պահպանելու այն, ինչ նախկինում հեշտությամբ էր պահպանվում։ Այստեղ ինձ շատ է օգնել տիկնոջս միջամտությունը, ինչի համար շնորհակալ եմ։ Նա իր խորհուրդներով և խրատներով փրկում է ինձ։ Ինձ շատ է օգնում նաև համակարգչային խորհրդատվությունը, որի դերը մեծ է մեր կյանքում, եթե ճիշտ ենք օգտվում։ Տարիքի հետ մկանների սինթեզը դադարում է, դանդաղում է, և մկանները սկսում են քայքայվել նույնիսկ առանց ֆիզիկական ակտիվության։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե ոչինչ չենք անում, կորցնում ենք ուժը, և առանց բավարար սպիտակուցի մարմինը պարզապես չի կարող վերականգնել արդեն կորցրածը։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ քիչ են ուտում, խուսափում են մսից կամ անհավասարակշիռ սննդակարգ ունեն։ Սա հող է հարթում սարկոպենիայի համար։ Նրանք, ովքեր օրական սպառում են 1 գրամից պակաս սպիտակուց 1 կիլոգրամ մարմնի քաշի համար, զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունեն մկանային թուլության և հավասարակշռության կորստի։ Իհարկե, սա շտկելը հեշտ է։ Երբ դուք ավելացնեք սպիտակուցի ընդունումը, կզգաք հստակ տարբերություն ոտքերի կայունության մեջ։ Սպիտակուցը պետք է ներառել օրվա ընթացքում բոլոր կերակուրներում։ Նախաճաշին հաճախ պետք է ուտել խաշած ձու, սպիտակ պանրի մի կտորով, սովորական մածուն կտավատի սերմով կամ շիլա վարսակի փաթիլներով։ Ճաշին հնարավորության դեպքում ներառեք միս, օրական տապակած հավ, ձուկ կամ նույնիսկ մի քիչ շոգեխաշած աղացած միս բանջարեղենով։ Օրվա ընթացքում երբեմն կերեք մի քիչ ընդեղեն, ընկույզ կամ մի կտոր ամբողջական հացահատկային հաց հումուսով, իսկ ընթրիքին թեթև սնունդ, հավի ապուր կամ նույնիսկ վարսակի փաթիլներ կաթով։ Հարգելիներս, խոսքը չափից շատ ուտելու մասին չէ, այլ մարմնին սնունդ տալու մասին է, որ այն պահպանի իր կառուցվածքի կենսունակությունն ու ֆունկցիոնալությունը, քանի որ առանց սպիտակուցի մարմինը փլուզվում է, և առաջինը տուժում են ոտքերը։ Երրորդ սխալը սխալ սննդամթերքների օգտագործումն է, որոնք առաջացնում են բորբոքում մկաններում և խոչընդոտում արյան շրջանառությունը։ Մեզնից շատերը սնվում են այնպես, ինչպես մարդկանց մեծ մասը՝ սպիտակ հաց նախաճաշին, բրինձ և մակարոն ճաշին, գազավորված ըմպելիք հանգստյան օրերին, երբեմն քաղցր թխվածք օրվա ընթացքում։ Թվում է, թե այստեղ ոչ մի արտառոց բան չկա, բոլորն այդպես են սնվում և ոչինչ, բայց ժամանակի ընթացքում սկսում ենք նկատել,
որ մեր ոտքերն ավելի ծանր են դառնում, արագ են հոգնում և քայլելուց հետո ավելի երկար են վերականգնվում։ Իսկ պատճառը ափսեի մեջ է։ Ճշմարտությունն այն է, որ սննդամթերքները, որոնք դարձել են սովորական բոլորիս համար, հանդիսանում են բորբոքման հզոր աղբյուրներ։ Դրանք աննկատ վատացնում են արյան շրջանառությունը, մեծացնում են ոտքերի այտուցվածությունը, նվազում են մկանների թրթվածնով հագեցվածությունը և դարձնում հյուսվածքներն ավելի խոցելի։ Խոսքը վերաբերվում է զտված ալյուրին, շաքարի ավելցուկին, տապակած սննդին, երշիկեղենին, գազավորված ըմպելիքներին, գործարանային քաղցրավենիքներին և պատրաստի ուտեստներին։ Այս ամենը վնասում են օրգանիզմը ներսից, նույնիսկ եթե դուք անմիջապես չեք զգում դա։ Տարիքի հետ նման սնունդը ավելի կործանարար ազդեցություն է ունենում, քանի որ օրգանիզմն այլևս այնքան արդյունավետ չի մաքրվում և վերականգնվում, և արդյունքը դառնում է տեսանելի։ Ոտքերը կորցնում են ուժը, կաշկանդվածությունն ավելանում է, անոթները բորբոքվում են և կենսական էներգիան նվազում է։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց սննդակարգը հարուստ էր ուլտրավերամշակված սննդով, ունեն զգալիորեն ավելի բարձր բորբոքային ցուցանիշներ մկաններում, ինչպես նաև ավելի վատ արդյունքներ քայլքի և ուժի թեստերում։ Ես հասկացա, որ նախ և առաջ պետք է հրաժարվել սպիտակ հացի օգտագործելուց։ Այն պետք է հասցնել նվազագույնի, շաքարը պետք է փոխարինել մրգերով, պետք է նախընտրել բնական մթերքներ, արմատապտուղներ, կանաչիներ, ձու, ձիթապտղի յուղ և ամբողջական հացահատիկներ։ Այստեղ նաև մեծ է տիկնոջս դերը մեր սննդակարգին հետևելու հարցում։ Մենք պետք է կարողանանք աստիճանաբար բացառել այն ամենը, ինչ էներգիա չի տալիս, այլ միայն ծանրություն է առաջացնում ստամոքսում և հետևապես ոտքերում։ Սրանք կիրառելու արդյունքում դուք կսկսեք նկատել տարբերությունը ավելի քիչ այտուցվածություն, ավելի թեթև քայլք և նույնիսկ քիչ ցավ ծնկներում։ Ամեն ինչ պարզ է, եթե ուզում եք, որ ձեր ոտքերը ձեզ պահեն, դադարեք կերակրել դրանք այն սննդով, որ ներսից քայքայում է ձեզ։ Արյան շրջանառությունը շնորհակալ կլինի, մկանները կարձագանքեն և ուժը կսկսի վերադառնալ։ Չորրորդ սխալն այն է, երբ մենք մտածում ենք, որ ձեռքերով շարժվելը բավարար է մարմինը ակտիվ պահպանելու համար, այսինքն, եթե դուք ինչ-որ բան անում եք ձեռքերով, կարծում եք, թե պահպանում եք ձեր ակտիվությունը։ Եթե դուք մաքրում եք ձյունը, ավլում եք բակը, փորփրում եք բանջարանոցը, մաքրում եք խոհանոցը, ավլում, գրում, գործում, դասավորում թղթեր կամ օգտագործում հեռախոսը, կանայք էլ ճաշ են պատրաստում, խմորեղեն և նման այլ բաներ են անում, այո, այս գործողությունները պահպանում են շարժումը, բայց գրեթե չեն ներգրավում կամ քիչ են ներգրավում ոտքերը։ Իսկ խնդիրը հենց այստեղ է։ Ոտքերի ուժը պահպանվում է միայն այն ժամանակ, երբ դուք իրականում օգտագործում եք ձեր ոտքերը, կանգնում եք, քայլում եք, բարձրանում աստիճաններով, կքանստում եք, հենվում եք ոտքերին գոնե օրական 30-40 րոպե ազատ քայլելով կամ զբոսնում եք, եթե այսպես չեք վարվում, ապա այն մկանները, որոնք պահում են մարմինը, ազդրերը և ծնկները սկսում են թուլանալ։ Ժամանակի ընթացքում դրանք նվազում են։ Սա այն է, ինչ ֆիզիոլոգները անվանում են տեղային մկանային ցածր ակտիվություն։ Եվ ահա, օրգանիզմը հասկանում է, որ այս հատվածը այլևս չի օգտագործվում և սկսում է խնայել սեփական էներգիան, նվազեցնելով մկանային զանգվածը այդ հատվածում, այսինքն ոտքերում։ Արդյունքում ոտքերը դառնում են թույլ, քայլքը դանդաղ և սայթաքելու, ընկնելու վտանգը կտրուկ աճում է։ Եվ հետևաբար, մարդիկ, ովքեր օրվա ընթացքում ակտիվ են ձեռքերով, բայց նպատակային չեն շարժվում ոտքերը,
զգալիորեն արագ են կորցնում ստորին վերջույթների գործառույթը։ Ուշադրություն դարձնելով վերը նշված թերություններին, ես հասկացա եզրակացության եկա, որ պետք է դադարեցնել վտանգավոր սովորույթներս և հետևել իմ սննդակարգին, կրկին այս հարցում շնորհակալ լինելով տիկնոջս և իմ համացանցային խորհրդատուներին։ Առավոտյան վարժություններ եմ անում, սկսած անկողնային վարժություններից և հետո ոտքի ելնելով շարունակում եմ լիցքային վարժություններով, հետո ջրային շփումներ եմ անում, ոտքերս նույնպես շփելով, օրվա ընթացքում առնվազն 2 անգամ ոտքերի վարժություններ եմ անում և դրսում եղանակը եթե վատ է լինում, քայլում եմ տան մեջ կամ բակում, օրվա վերջում էլ 3-4 պարզ վարժություններ եմ անում, կանգնելով, նստելով աթոռին առանց ձեռքերի օգնության, բարձրանում եմ և իջնում եմ աստիճաններով, տեղում քայլք եմ կատարում 5 րոպե և այսպես շարունակ, հիշեք, սրանք պարզապես միջոց են մարմնին ասելու համար այս ոտքերը դեռ կարևոր են, այո, մեր ոտքերը դեռ պետք են մեզ, և երբ մարմինը դա հասկանում է, այն ազդակ է ուղարկում ուղեղին, իսկ ուղեղը հետևում է, որ մենք սխալներ չգործենք։ 5-րդ սխալն այն է, որ մենք չենք հետևում մեր կեցվածքին քայլելիս, նստելիս կամ կանգնելիս։ Մարմնի կեցվածքի անտեսումը քայլելիս, նստելիս կամ վեր կենալիս հաջորդ սխալն է, որ մենք գործում ենք մեր ոտքերի նկատմամբ։ Տարիների ընթացքում դա թանկ է արժենում։ Շատերը կարծում են, թե կեցվածքը պարզապես էսթետիկայի կամ արտաքին տեսքի հետ կապված միջոց է, սակայն իրականում այն մարմնում ուժի բաշխման հիմքն է, և երբ մենք դրանց չենք հետևում, նախ կորցնում ենք հավասարակշռությունը, ապա տուժում են ոտքերը։ Տարիների ընթացքում մարդկանց մոտ հաճախ առաջանում է կռացած մեջք, կախված ուսեր և քաշի անհավասար բաշխում։ Երբեմն մարդը չափազանց շատ է հենվում մի կողմի վրա, քարշ է տալիս ոտքերը կամ աթոռից վեր է կենում չափազանց մեծ ջանքերով։ Այս ամենը մանրուք է թվում, բայց դա այդպես չէ։ Սրանք միկրոսովորույթներ են, որոնք ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում ծնկների, կոնքազդրերի, հոդերի և սրունքամկանների վրա։ Արդյունքում առաջանում է ցավ, մաշվածություն, հավասարակշռության կորուստ և ֆունկցիոնալ ուժի նվազում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խրոնիկ վատ կեցվածք ունեցողների մինչև 50%-ը ավելի մեծ հավանականությամբ են կորցնում ոտքերի մկանային զանգվածը, ինչպես նաև ավելի հաճախ են ընկնում։ Ոտքերին չհետևողների մի մասն էլ հաճախ են ոտքերով դիպչում մարդկանց, կահույքին, աթոռներին։ Դա տեղի է ունենում նույնիսկ ծանոթ միջավայրում, օրինակ իրենց տանը, երբ իրերի դասավորությունն իրենց քաջ ծանոթ են։ Հարգելիներս, եթե դուք էլ զգում եք, որ ձեր ոտքերը դավաճանում են ձեզ, ուշադրություն դարձրեք ոչ միայն նրան, թե ինչ եք ուտում կամ անում, այլ նաև ինչպես եք շարժվում, որովհետև երբեմն խնդիրը ոչ թե թուլությունն է, այլ չափի զգացումը։ 6-րդ սխալը կասկածելն է, թե ձեզ համար արդեն ուշ է վերականգնել ոտքերի ուժը։ Սա թերևս ամենադաժան սխալն է, որովհետև այն գալիս է ոչ թե մարմնից, այլ մտքից, ուղեղից։ Ոտքերի հետ խնդիրներ ունեցող, վիրահատվող, բուժվող մարդիկ այդ փորձություններն անցնելուց հետո սկսում են կասկածել, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, որ թուլությունը հավերժ է և ոտքերը մարզելը արդեն անօգուտ է, և այս միտքը ցավոք դառնում է անկման դատավճիռ։ Ճշմարտությունն այն է, որ մարմինը իսկապես ծերանում է, բայց չի դադարում արձագանքել։ Նույնիսկ 80, 90 կամ 100 տարեկանում մկանները դեռ կարող են ուժեղանալ, եթե ստանում են ճիշտ խթան։ Երբ մարդիկ հրաժարվում են օգտագործել իրենց ոտքերը և ձեռքերը, ուղեղն ու մարմինը դա ընկալում է որպես հրաման,
որ այս կառուցվածքներն այլևս պետք չեն և սկսում է դրանք անջատել։ Սա կոչվում է անգործունակություն։ Մի շրջան, որտեղ շարժման բացակայությունը բերում է մկանների քայքայման, ինչը առաջացնում է անվստահություն, իսկ դա ստիպում է ավելի քիչ շարժվել։ Գիտականորեն ապացուցված է, որ մինչև 90 տարեկան մարդիկ, ովքեր սկսել են կատարել ոտքերի ամրացման թեթև վարժություններ, վերահսկողությամբ և ուղեցույցով հաղթահարում են ոտքերի հետ կապված խնդիրները։ Սա փոխում է մտածելակերպը և վերականգնում ինքնավստահությունը, քանի որ մարդու ֆիզիկական տկարության գիտակցումը ամենավտանգավոր և հուզական վտանգն է, որ հոգեբանորեն հաղթահարել է պետք։ Հարգելի բարեկամներ, եթե զգում եք, որ կորցնում եք ուժը, սկսեք հենց հիմա քանդել այս ներքին սահմանափակումը, մի հապաղեք, հիշեք, որ կարող եք ձեր ուժերն ինքներդ վերականգնել, շարժվեք, հետևեք խորհուրդներին, վարժությունների և սննդակարգի փոփոխություններ արեք և կհաղթահարեք ձեր դժվարությունները։ Վատ սովորույթների ուղղումը, մկանների վերաակտիվացումը և մարմնի ճիշտ սնուցումը կլինեն ձեր ձեռքբերումները և դրա համար կախարդական բանաձևեր կամ դեղեր պետք չեն։ Եվ վերջում, հարգելի հետևորդներ, սիրելի բարեկամներ, եթե դժվար չէ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը և եթե իմ խորհուրդներն օգնել են ձեզ, ես կհամոզվեմ ճշմարտացի լինելուս մեջ։ Առողջ եղեք, ցտեսություն, մինչև հաջորդ տեսանյութ։